դիտեք անհաջողության, հիշեք ամեն մարդ ճաշակել է այն։ Չի եղել մի մարդ խաբված չլինի, հիասթափությունն ապրած չլինի, մի հիվանդություն տարած չլինի, լացած չլինի։ Ամենահզոր մարդիկ էլ անգամ հուսահատվել են փնտրել բարեկամ։ Եթե այդպես է, եղեք միշտ հպարտ, որ ծնվել եք մարդ։ Հիացել եմ ձեր կանչերով, զանգի անուշ հողանջներով, ձեր ծիծաղով ու տաղերով, անգամ անմեղ չար հաղերով։ Ձեզանով է օրս բացվել, ձեզանով է օրս լցվել, և երբ դարձել սրտիս դողը։ Ձեր աղմուկի մեջ է ծնվել, ձեր ծիծաղի մեջ է գրվել, դեռ չգրված իմ հուշերի ամեն տողը։ Եղազարյան քնարիկ։ Քնարիկը դուք եք շատ եք փոխվել վինետկա լայեցի։ Ու ինչպեսին է տպավորությունները։ Ոյ, հուզված եմ շատ։ Աննկարարելի է հուզումը, նոր մի քիչ առաջ է տեսա, որ ցել եք այդ նախաբանը, ահա որ շատ հուզված եմ։ Տեսնենք ճանաչեք ձեր դասարանցիներին։ Ես արդեն ճանաչում եմ։ Տեսա։ Ասում են ենի լութոնա, ենի կարինեն է, բարև ձեզ, դուք էլ եք շրջանավարտներից, ոնց է տրավադրությունը, ձեզ դվրոցական եք զգում։ Ինչ տարիներ են կորցրել Բարև ձեզ, արդեն տեղեկացանք, որ դուք Սուքիասյան ազնիվն եք։ Ես եմ։ Ոնց եք տրավադրված։ Շատ լավ։ Հուզմունք չկա։ Շատ է։ Երեխեքին 40 տարի չեմ տեսել։ Ջան։ Ես դարված շատ են փոխում, բայց չէ։ Արեք։ Մեր ավակն է։ Պիասա։ Ահա։ Փոխակը դրել է, որ վաճառ չճանաչի։
Շնորհավորում ենք ձեզ, կներկայանաք երթով։ Ես Մարգարյան Գայանե։ Դուք։ Բայց Զոր Սահակյան։ Դուք։ Ով կնեմ։ Սմբացյալ ռազ։ Հա։ Ինչպես է տրամադրությունը։ Նորմալ։ Հա, հուզված չեք։ Ուրախ եմ։ Կներկայանաք։ Էլմիրա Ստեփանյան։ Ահա, Այսինքն այն ժամանակվա Էլմիրա Արաքելյանն եմ ես։ Ուրեմն մնացել է 40 տարի։ Չեք պատկերացնում ինձ սրտի թերթիրով սպասել եմ այսօրվան ու մեծ հաճույքով պատրաստում եմ գնամ գրգեմ աղջիկներին, քույրիկներիս։ Ay քեզի տեղը չբերի։ Տեսակ որ ռեկլամը գալիս։ Ես տեսա։ Ոնց է կանոն արցուներ։ Կանոն չկա։ Ռազմիկ է դեմի կարիա։ Մազույա Տեսեք, դες կճանաչի ոչ մի ժեքուտը։ Բայց հետաքրքիր է, ինչ է, ես գազվային ուշիչում, շատ է խոսել։ Ես ուշում եմ, ասում եմ Դրելա որ դիտմամբ չճանաչեք, մի քիչ մահնդրտեք։ Աշխատում է Արաքելյան Production։ Այո, իհարկե։ Եվ որ աշխատում է ուրեմն 1984 թվականին հոկտեմբերյանի թիվ 8-րդ միջնակարգ դպրոցի 10A դասարանը ավարտեց ուսում ստանալ միջնակարգ դպրոցում։ Դասղեկը նրանց կանչել է դասարան։ Մի քանի րոպեից մենք կտեսնենք, թե ինչ նպատակ է հետապնդում դասղեկի դասարանցիներին, աշակերտներին դասարան հրավիրելը։ Ընդամենը մի քանի վայրկյանից։ Մապկարյան Տասիայի առաջի համարը։ Դուք։ Ռուզաննա Բաղդասարյան 8-րդ համարը։ Ինչ նպատակով եք հավաքվել տպավորությունները, հուզմունքը։ Իսկ թվում այսօր կյանքում անհրաժեշտ է մի հատ վերալիցքավորվել, այն մեր նախկին էներգիան հավաքելու շարունակել կյանքը։ Բարև
Ինչ եք դասավանդել իրենց։ Պատմություն, հասարակական գիտություն, էլ չգիտեմ ինչ է։ Բոլորին հիշում եք։ Փորձենք միասին գնանք տեսնենք ում եք հիշում։ Նորեն մեզ հետ չի գալու։ Դուք ընդհանրապես եք փոխվել։ Բոլորս մեծացել ենք ուղղակի մի քիչ։ Շատ քիչ։ Ազնիվ Սուքասյան, Հակուհին Նորավանի։
Կարելի է ներկայացնել ժամանակ դաս հարցնելուց ինչ չէի ասում, երեխեքի ջրանցից դասելով ես մի հատ իրեք Աբգարյան Գայան է։ Ներկա Բացակայ գիտեմ։ Աբրամյան Ռուբեն։ Ռուբենը Արաքելյան Ատոմ։ Արաքելյան Էլմիրա։ Բայ Էլմիրա ջան, ես քեզ խազիկ ջանը։ Ներկա չիջան, շատ ուրախ։ Ավետիսյան Գևորգ։ բացակա Բաղդասարյան Ռուզաննա։ Բաղրամյան Շուշանիկ։ բացակա Բացակայա։ Նու Արմենը բացակայա։ Եղազարյան Քնարիկ։ Քնարիկ ջան, հետ չես փոխվել։ Երվանդյան Ռոբերտ բացակայա։ Զարուդյան Ավասի։ բացակա Բացակա։ Խաչատրյան Նայորա։ բացակա Խաչկյան Արայիկ։ բացակա Վանիկը բացակա։ Հարությունյան Կարինե։ Մանուկյան Թագուհի։ Ներկա փոխվել։ Մարտարյան Գայան։ Ներկա։ Վերդոյան Լիաննա։ բացակա Շաբրեջյան Վարդան։ Շաբրոյան Դադիկ։ Սահակյան Պայծար։ Սիմոնյան Հովանես Օվան, Միրան Սմբաճան Ռազմիկ։ Երին նույն ինջն, երին նույն հարկիս դերը նստել։ Չի փոխում, եմ որ։ Իմ աղջիկ Սուկասյան Ազնիկ։ մեր ավանքը Դիդանյան Ես եմ և Գևորգյան Վարոտ։ Ես եմ կամ ու կմնամ։ Ես մի հարցամ քեզ, կարաս ասես, ինչի է քո անհասկանունը դրված 27 համարի տակ, դու Գևորգյան ես, կարող ես հիշել։ Էդի դուք եք դասատում։ Ոչ, Մեկին ազդվիմ դեմ։ բայց դու չես հիշում ինչի համար։ 40 տարի հիշելը շատ բան կամի չէ։ Բայց ես հիշում Եվ Եվ նոյեմբերին հայրդ եկավ, չէ ներողություն, օգոստոս, հայրդ եկավ, ասեցին գեշա։ Սովետը տարելով համա, 10-րդ դասարան։ Զում եմ իրա անունը Աբդայա դարան իշներ է պատում կորսում արարատվետ ուզուրգի մեջ ջերջունես երբատ։ Կենար բարնա, գրեկ վեշտում, որտեղ ես իրան հարմարացնելու եմ, տանելու եմ Ես լավ գիտեմ։ Եվ ես գրեկ տվեցի վեշտում ու դու 3 ամանը, 2 թե 3 ամիս հետո գնաց։ Անպայման։ 10-րդ դասարան ես հետո ես ես պահանջեցի իմ ալբոմը։ Ապրես, ես չեները, բայց դուք նզի տվիք նգարները, էդել եմ իշել։ Աբդայա դրտեսա, որ իմացածը ճիշտ է։ այո Որբանք ես։ Ընգեր աղով երջակ երամ նստել։ Կամ չեն գլատարտը։ Բիշտ պատրաստ։ Գոլե կրճան պարմապատման բարնաձևերի։ Ոնց ասես։ Ես ալբոմը նույնը ես էլ ունեմ։ Մենք հարստություն իդեմս ձեզ, այս ալբոմները բոլորս, որ ժամանակին բոլորիս համար նմանատիպ ալբոմներ, նկարներով պատրաստել եք և այսօր այդ ալբոմը, այդ սրվակը, որի մեջ կա, այդ ամեն ինչը մեզ հավաքել են այստեղ ընկեր Հակոբյան ջան, ձեր շնորհիվ, որի համար երախտապարտ ենք և շատ շնորհակալ։ Ես ճիշտն ասած, գուցե մի քիչ բան չլինի, բայց քանի որ եկել ենք դասարան, Պարուր Սևակի ապրել բանաստեղծությունը մաս եմ արել, յուրաքանչյուրս մի փոքրիկ հատված կարդանք, որ մեր դպրոց գալը արդարացի էլի։ Ապրել, անպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը, ապրել, այնպես ապրել, որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը։ Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես, թե ինքդ քեզ արհամարես ու համարես։ Քեզ հետ վիճի, քեզ
չզիջի, համբերատար քեզ հետ խոսի, հակառակում քեզ համոզի, ինքը հզոր հանրությունը։ Ապրել այնպես ապրել, որ ուրիշի խնդով խնդաս, որ ուրիշի ցնծությամբ ինքդ էլ ցնդաս, ինքդ էլ թնդաս։ Լինես մնաս ամենքի հետ, նրանց կամքին հպատակվես։ Ես այդ խառնիր մեծ մենքի մեջ, նրանց ցավով լուր տապակվես, որ միջև մա տապակում եք։ Տրվես նրանց լույսի նման և չխապես լույսի նման։ Աշալույսի նման բացվես նրանց համար, վերջալույսի նման բացվես նրանց համար։ Աղասիկը չկա, ես կարդամ։ Թե լաց լինես նրանց համար, թե բաց լինես նրանց համար, և հաց լինես նրանց համար, հոգևոր հաց։ Քեզ նրանցով կյանքում լինես, և նրանցով կյանքում լինես ոգևորված։ Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ, և նրանցով կյանքում լինես բույն կամ մժեղ, թշվառ ինչպես անպատասխան, հարուստ ինչպես լայն տափաստան։ Ապրել այնպես, որ նրանց հետ մտնես անպես, և նրանց հետ շանտարցակես։ Մեկտեղ հանկարծ ընդարձակվես, մեկտեղ հանկարծ կունդուկծիկ, մեկտեղ բացվես, մեկտեղ փակվես, ինչպես նամակ և կամ բացիկ։ Ապրել մեկտեղ, կյանքդ խառնել նրանց կյանքին, տարապանքդ տարապանքին, ջանքդ ջանքին, ցանքդ ցանքին, և ենթարկվել նրանց կամքին, նրանց կամքն էլ ձեզ ենթարկել, դառնալ և շանթարկել։ Մենք հիմա բրիետ սադոն կամետի բողոքելու մեզ մարդը Դու սկսում ես հուշել, գրատատային կանչում սաղի, դու սկսում ես երկուս եմ դնում, իրեք եմ դնում կասել ես։ նույն կեղեր եմ նստած, գագոջան, մակերան գայան եդես, պարղասի գորդուք էլ, հելի մարվերը պարվիչունը պարվենք, ուրեմը արդեն անցելա, հարկ ասում, չեմ պատում կյանքի եղելություն, ես պարուր սևագը, որ հիմա սաղել էր չէ, ես որ կարդում ենք մենք 40 տարի անց, այն ժամանակ ոնց կարդացել ենք, նույնը կարդում ենք, մի քիչ էլ թե, հիմա որ պարուր սևագը գարտենար ապրել այնպես ապրել, որ մայր հողը չզգանք ավենոր ծանդրուց, դուրջը կմերներ, էտա մերներ, ընգեր ագորդյան չեն հազարակամ ներողություն, գիտեք որ դուք մեր սրբություն եք, ես նգարները, մացիգները, այս աղմաղներ մեղավոր, որ չկրացար բերեի, ես իրա վերջի նգարակ տարատվի, տեսա, որ ինքը Ռուսաստանից եկել է, խոստվեց, որ հետս գա
Զելի մանդարին, ապերսին, պնդոց, կոբով։ Ես միշտ հիշում եմ իմ հարսանիքիս օրը, որ 10 երեխեքից չեմ հիշում ով չկար, բայց մեծ մասը կային, միշտ տպավորվել էր ձեր են լավ խոսքերը, ջերմ խոսքերը ու ամուսնուս մի տեսակ պարտադրանքի ձևով էր, թե ես քեզ խնդրում եմ, Էլմիրան իմ աղջիկս է, լավ կպահես, լավ կնայես, այդ խոսքերը միշտ ես հիշում եմ։ Ես միշտ զգացել եմ երկրորդ մայր։ Դուք ինչ եք հիշում։ Տարիքով ենք մեծացել, բայց հոգով նույնն ենք մնացել։ Էլի միշտ ասել ենք ու կասել։ Բայց հունց են արել։ Այ հիշվես Ռուբոյի հարսանիքին, Իգեր Հակոբյան, մադանի որ չվեկալիր, ասել ով առաջինը կամուսնանա, այդ մադանիքը երեխեք, նրա հարսանցու է։ Այդ մատանին նվիրել է Իգեր Հակոբյան ինձ է, իմ հարսանիքիս է նվիրել։ Բայց ինչի աղբեր ջան։ Արեք նա Իգեր Հակոբյան։ Բաննաբանում։ Ժողովուրդ այդ օրը հասկացա։ Ես հիմա ինչ բանացի որ ինձ Հելեկայր, ջան։ Հացերը երկար ջրի երեսել է արտանությունը։ Լավ, Իգեր Հակոբյան ջան, ում հետ է սերել հարսանիքին։ Ես։ Կարին է նայղի, Գայան է նայղի, Ռազը վեշնիկա, միշտ մստմա բայց հաչի ասել։ Կատակ, սրտած, սրտած իրոք եմ շնաբրում։ Առաջինը ես եմ ամուսնացել։ Հիշում եմ, որ Իգեր Հակոբյանը հագելի պապասարել էր լաքից կարմիր գույնի կոշիկ, մի քիչ այսքան բարձր, եկա դասի, ինձ հետ ուղարկեց, ասեց, որ կարա այդ կարմիր լաքից կոշիկը քեզ առնի, ուրեմն հետ ես գնում, փոխվում ես, հագնում ես ստամբալ, գալիս ես դասի։ Էդի հետ չեմ մոռանում, ու մինչև առեսօր, ես որ իմ թողներիս ասում ես դասղեք եմ ունեցել, քիմիկյաններն արդեն չեն տարբերում, ուսուցիչն ու աշակերտը։ Դուք ինչ եք հիշում։ Ես հիշում եմ Ալվարդին, որ Արմենը փորձում էր արտագրել Ալվարդից եւ պատմությունն էր, որ առական էր, որ ասել Այստեղ պորտապույց կա, Իգեր Հակոբյան, այստեղ պորտապույց կա։ Որ մեր դասան ընդհանրապես չի փախել, այդ օրը որոշեցինք ազդիրներ մեր հետ էր, փախան, հասակ մեր Նրբանցկի գլուխը, այս մենք ստեղեց առաջ Նրբանցկը։ Իգեր Հակոբյանը մեր հետևից հասավ, բոլորս հետ բերեց դասի։ Դու ես փախնում։ Ինչ արես դուք դադարի։ Խփեց գլխից ասեց դու ես փախնում։ Ուրեմն սաղին բռնես բերել, ես փախել եմ։ Մյուս օրը ավելի շատ։ Բայց հասցրան չա փախել, որտեղ ամենափոքրն էր։ Փոքր ինչ կապ ունի այո։ Որտեղ չերևաց։ Դե սաղին մի չափալախ հասավ առավոտ, դա եմձի չի հասել։ Ենքան տապես սաղի տերը համես։ Հիշում եք, որ Բերքահավաքի, Սոխի հավաքի մայրս է գրած Սոխից էի հիշում։ Բերքահավաքի։ Այսօր առավոտ տաննել եմ պատմել։ Ասում եմ Վալոդյան իմ դասարանում չէր, բայց ինքը 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդի սկիզբը։ Եղել ամես այդ բերքահավաքի։ Այդ բերքահավաքին դուք այնքան լավ եք աշխատել, ես երբեք չեմ մոռանա։ Ու մի հատ հոդված էր լույս տեսել պիոններ կանչում, Վալոդյան էր թղթակիցը, գրած էր, երբ Իգեր Հակոբյանը կրանում է սոխ է հավաքում, ուրեմն ամոթ մեզ եթե մենք չաշխատենք։ Իգեր Հակոբյան, հազարական ներողություն, դուք եթե պատմեք մինչև վերջ, մորս հետ ոնց էիր պայմանավորել մեզի տանել
ֆրան որ տանը մեկ։ Այդ Եվ այդ ծոքի գումարով առանց որևիցե գումարի մենք գնացել ենք Լենինգրադ։ Ձեզանից երևի 80% մասնակցել է։ 80% մասնակցել է եւ լավ հիշողություններ ունենք Լենինգրադից։ Էս էլ Լենինգրադից էլ մի բան պատմեմ։ Առաջի անգամ մտել ենք ինտուրիստում ենք գնիճալոց։ Մեզանից առաջ հաց են կերել մեր սպարկյան երկրների աշակերտները, հիմա մենք պետք է նստենք։ Ագրեցին, նստեցինք, 2 րոպե հետո բոլորը միաբերան ասում հաց չկա։ Գնացի այդ մենեջերը ինչ էր, ասեցի գիտեք ինչ հացը քիչ է, մենք հայենք, մենք հացակեր ենք։ Ասեց լավ, մի հատ բերեց։ Տեսնում եմ չես երեքսոված։ Գնացի մի հատ երկու անգամ գնացի այդ կին ասեց 3-րդ անգամ էլ չեմ տա հերիք է։ Ասի լավ, հիմա հաջորդ օրն ենք եկել բոլորը գնացի կանգնել են այդ մեր սարկայի այդ աշակերտների կողքը ու նայում են նրանք հենց վեր կացան ամեն մեկը իրեն համապատասխան այդ հացերը որ ձեր տված չէ վերցրին վերին դրին իրանց դիմաց ես ամոթից փախա ասում երեխեք էս ինչ է բա ինչ անենք հաց չկա անանոթ քիչ են տալիս մենք էլ այդ մի խոսքով այդ աշակերտների հացերը հավաքում ուտում էին որտեվ մեր հացը քիչ էր ուրեմն գնող կոմիտեի նախատան եղել է քնարիկը օղորմի Էդի մեր արտար քրդիկի ցավից Ես գիտեք որ սովորության համաձայն ոչ մի ծնողի չեմ տարել հետս բաց էս վերջի դասարանից 2 ծնող 3 ծնող ավել չեն եղել ու այդ դրանց մեջը այ հիշեցի մի մոմենտ տարել եմ Գառնի Գեղարդ, եթե չեմ սխալվում, ու եկել է առաջի անգամ քո մայրը թագուհի։ Նստեց հաց կերան վերջացրեց եկավ ասեց Հակոբյան ջան, չգիտեմ ոնց ասեմ, կյանքում տնից դուրս չէի եկել, մի հատ տեղ չէի գնացել, մի հատ սենց բան չէի տեսել, շատ շնորհակալ եմ, որ ինձ թողեցիր ես եկա։ Եվ այդ բոլորը շատ լավ կազմակերպում էին Գայան ու քնարիկ։
նստում ես ավտոբուսով։ Ճիշտ ասած, քանի որ 40 տարի հետ են գնացել, ուզում ենք հիշել այն գեղեցիկ օրերը, որ գնում ենք բերքահավաքի, սոխ հավաքելու, եւ ամեն անգամ մենք ունենք մեր հիմնը, մեր երգը, որ երգում ենք, նվագում ենք, ուրախ գնում ենք աշխատելու եւ զվարթ վերադառնում ենք։ Այսօր փորձում ենք այդ դա էլ վերապրել։ Ինժեներ գեներալ, շվացածը կատարված է։ Շնորհակալ եմ։ Ծաղիկները ուշարձանին դրված են։ Ապրեք։ Գեներալ մայոր Ինժեր Գևորգյան։ Ամանթելուց սկսի։ Այո, բայց մյուսները որ ես մենակ եմ հիշում, հերիքա։ Գնա, գալիս եմ թելո, ես փոխարկը տալիս եմ թելո, ամանթելո, թելո ջան սիրո, թելո ջան թելո, ոչինչ դու երբ թելո ջան սիրում թելո, թելո ջան թելո, ես ինչարի դու նարի թելո, որոն սարդի դերարի թելո, ամանթելո, թելո ջան սիրում թելո, թելո ջան թելո, amanթելո, թելո ջան սիրում թելո, թելո ջան թելո, գնանք հանդե չանականենք թելո, դառնանք տունը չանականենք թելո, amanթելո, թելո ջան սիրում թելո, թելո ջան թելո, amanթելո, թելո ջան սիրում թելո, թելո ջան թելո, Էլի նույն երկին ես նա, պրոստը Իլար սարով գնացի, չարձորով գնացի, չասիր բարի, յարո ջան մնաս բարով, ջանի ջան մնաս բարով Իլար սարով գնացի, չարձորով գնացի, չասիր բարով, յարո ջան մնաս բարով, յարո ջան մնաս բարով Գիշեր լույս գիշեր Վաչեր կարմիր թշեր Ես իմ սիրած նարատ